Ինձ Լիլիթ Նալբանդյան, տարիքը 26 տարեկան։ Մենք բնակվել ենք Ռուսաստանում, մարտի 10-ին ուղարկել եմ Հայաստան իրան, 7 ամսվա հավերը։ Մայիսի 18-ին ծննդատուն ընդունվել իրենց հսկողության տակ։ Լույս 19-ի առավոտ ծննդաբերել։ Այսինքն մեր տվյալներով 1:10 իրանք ժամ առաջ են ասել, ժամերը չի բռնում։ Հետո դուրս է եկել վիրահատող բժիշկ Դավիթ Շահվերդյան, ասել, որ սա նորմալ է, բայց կգաք իրան տեսակցության 4 օր հետո, քանի որ այդ վիրահատական բարդություններ առաջացան։ Հարազատներն ասում են, ոնց կարող է ձեր բարդություն, ինչի, եւ չզանգեք։ Հեռախոսը բայց ներս։ Ու մերոնք կասկածի մեջ ունեմ, չեն գնում, ասենք, դե կուրս գնում վեշել բերեմ, բան շորեր երեխի բան, վերս մնում է կայնաց հիվանդանոցի առաջ։ Հետո 4 ու իրանք շուտ վիրահատությունից հետո վիրահատող բժիշկը եւ անաստեզիոլոգը նստում են մեր ավտոն, ասում են տարեք մեզ տուն։ Միանգամից վիրահատելուց հետո ոչ մի ժամ չեն մնում իրանք։ Գնում են տուն, հետո առավոտ 8:30 մոտավորապես 8:30-ից 9 զանգ է գալիս քրոջս, որ էլի շատ մտահասեք։ Գնում են չեն թողում մտնելներ ստենան։ Սպասեք, հեսա դուք 80,000 կտակ, որ մենք երեգունից սկոր եք անչենք։ Նրանք էլ ասում են, բա ինչ կանենք, դուք պետք է շուտ կանչեիք։ Դե լավ, դե գնացեք մի հատ դեղ առեք, այդ դեղը շուտ է պետք, բայց ձեզ չէին կարող գտնենք, ոչ չէիք մեզ կարող գտնենք, այդ հեռախոսը այնտեղ դրած է, իր հեռախոսը ու մեր զանգեք, մեզ տեղա կպահեն։ Տեղը փեսս առն բերում է, այդ դեղն էլ չոքոտ տալիս։ Մերոնք ասում են կանչեք բրիգադ, կանչեք ֆիչեք, շուտ կանչեմ կռիվ, երկհանդեղ կռիվ մերոնք բարձրացնում, չեն թողում մտնեմ տնան, հետո մորքուր զաստավիտով մտնում է, դնում որ բոքսի վրա ցնցումների մեջ կապած, դրան կողքը կայնած։ Վիրահատող բժիշկին Դավիթ Շահվերդյանին հարցնում, ասում ես ինչ եք արել, ասում ես ոչ մի բան չեմ արել, լա ինձ գովելի որ այս վիճակի մեջ է, ինչ որ արել սրանք են արել, ցույց է տալի անաստեզիոլոգ Ալվարդ Հայրապետյան, եկել հերթապահ բժշկուհի։ Ինչ արել իրանք են արել։ Այդ ձևի կռվող դավով մինչև բրիգադա գալի Երևանի հիվանդանոցից, վերում հասցնում են 4:30։ Այդտեղ մեզ ասում են, վռազ որ բժշկման գոյանն ասում է, որ նարկոզի հետևանքները։ Եթե ցնցումները դադարի, լավ կերն է, ինչ որ մի շանս կարող ունենանք։ Ցնցումները մի սուտկա հետո է դադարը։ Ու մինչև այսօր կոմայի մեջ հանգիտակից բարկած։ Ոչ մի փոփոխություն, ոչ մի բան չկա։ Լիլիթ Նալբանդյանի գործով ներկայացնում եմ Լիլիթի ամուսնու Արտակի խնդրանքով իրենց շահերը։ Ինչպես արդեն ներկայացեց Արտակը, ներկայումս Լիլիթ Նալբանդյանը գտնվում է Երևանի բժշկական կենտրոնում, ներկայումս բավականին վատ վիճակում է գտնվում, հիվանդը ըստ էության շրջակա միջավայրի որևէ առնչություն չկա, քննիչի կայացրած որոշումից մի հատված կարող է մեզ բերել, որ նշված է, որ մահացել է կնոջ ուղեղի բջիջները, դրանք չվերականգնվող բջիջներ են, ուղեղի մասին է խոսքը, չորացել, վնասվել է նաև ուղեղի թաղանթը։ Որքան գիտեմ, հարազատները, եթե անգամ սրանք բուժման հնարավորություն լինել արտերկրում, կտեղափոխեն, սակայն ցավոք սրտի սրանք այն օրգաններն են, որոնք նաև արտերկրում ամենայն հավանականությամբ չեն կարող բուժել։ Սա մեր կարծիքով հետևանք է եղել Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում ծննդաբերության ժամանակ տեղի ունեցածի։ Մենք կասկածներ ունենք, որ այն ախտորոշումը, որը հնարավոր է վերագրվի Լիլիթի դեպքում, այդ խոսքը վերաբերում է նրա մոտ մի հիվանդության առաջացման, որը կոչվում է մասնագիտական լեզվով ասած թրոմբոէմբոլիա։ Ես առաջացնելով ուզում եմ տեղեկացնել, որ այս ախտորոշմամբ վերջին մի քանի տարվա ընթացքում բավականին շատ դեպքեր է արձանագրվել, դա նաև առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով կա, կարող եմ ես թվարկել, ունեցել ենք նաև զինվորի մահվան դեպք այս ախտորոշմամբ, եւ հետաքրքիր է նաև, որ այս ախտորոշումը ըստ իմ կողմից վկայակոչված նախկին գործերի, նաև այս դեպքում սա նաև որը ըստ եզրակացությունների, բժիշկների ի հայտ է գալիս
հանկարծակի եւ որին բուժել հնարավոր չի, այսինքն բժշկությունը համենայն դեպս Հայաստանի Հանրապետության իրականությունում բուժ հաստատությունները այս հիվանդության ի հայտ գալու դեպքում որպես կանոն անզոր են որևէ բան անելու